Ապրիլի 15-ին ոստիկանության մասնագիտական տոնի նախօրեին ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահագետային ծառայության գնդի ծառայողների հետ։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հասակակից ոստիկանության կենսագրության դրվագներին եւ այսօր համակարգում ընթացող բարեփոխումներին ոստիկանության պետը նշեց. Վաղը մենք դառնում ենք 96 տարեկան։ 96 տարին ժամանակի մեջ ընդամենը ակնթարթ է, բայց մեր համար ոստիկաններիս համար դա 96 տարի օրենքին ու ժողովրդին ծառայել է նշանակում։ Մենք 96 տարվա մեջ ունեցել ենք եւ հաղթանակներ եւ պարտություններ։ Անցել ենք առաջին, երկրորդ հանրապետություններ, հիմա կառուցում ենք երրորդ հանրապետությունը։ Երրորդ հանրապետությունը, որ հաղթանակով է պսակվել։ Եվ չենք կարող պահել ոչինչ, եթե մենք ներքին կարգ ու կանոն չունենանք։ Ցավոք սրտի մեր պատմության մեջ եղել են էջեր, երբ տուժել ենք, կոտորվել ենք մեր անտարբերության, մեր ոչ միաբանված լինելու արդյունքում։ Պատմությունից հետևություններ քաղելով այսօր երրորդ հանրապետությունում այսօր արդեն չափահաս եւ երիտասարդ մեր պետությունում մենք պետք է նոր ոստիկանության սկիզբն ու ակունքը դնենք։ Ձեզանից յուրաքանչյուրը այստեղ այդ ակունքում կանգնածներից է։ Ձեզանով ենք մենք վերափոխվում ու բարեփոխվում, ձևափոխվում ու շտկվում։ Ձեզանով են մեզ օրհնում ու անիծում։ Ձեզանով ոստիկաններով, որոնք փողոցներում են, որոնք ապահովում են կարգ ու կանոն, կարգապահություն, ձեզանով, որ առաջին գծում են հանցագործի, կարգազանցի եւ այլն երևույթների դեմ պայքարում։ Մի բան եմ խնդրում։ Չփորձեք համազգեստի շնորհիվ կայանալ։ Դուք արդեն կայացել եք, որովհետև դուք ընտրել եք ոստիկանի մասնագիտությունը։ Դուք կայանալու խնդիր չունեք, կայանում են մարդիկ, որոնք դեռ որոնումների մեջ են։ Դուք գտել եք, դուք ընտրել եք ամենամարդասեր մասնագիտությունը։ Դուք ընտրել եք մասնագիտություն, որտեղ սեփական կյանքն են տալիս համակարգացու համար։ Դուք կայացած մարդիկ եք։ Դուք ոստիկաններ եք։ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց այն խնդիրները, որ այսօր պետությունն ու հասարակությունը առաջադրում են ոստիկանությանը, առաջնահերթությունները, որոնք օրենքի ու ժամանակի պահանջն են։ Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր անքուն գիշերներն են։ Մեր մտածմունքները մեր ընկերների, մեր գործընկերների, մեր հասարակության, մեր քաղաքացու կենցաղի ապրելաձևի հետ կապված։ Մենք ամենամտահոգ մարդիկ պետք է լինենք։ Մենք պետք է հասարակությունից մի քանի քայլ առաջ գնանք, որովհետև արդարությունը, կարգապահությունը առջևից պետք է գնա։ Հակառակ դեպքում մեր ձեռքբերումները մենք կկորցնենք մի ակնթարթում։ Խոսելով ոստիկանության ծառայողի բարոյակամային չափորոշիչների, իրավապահի պարտքի անվերապահ կատարման եւ մասնագիտական ունակությունների կատարելագործման մասին, ոստիկանության պետն ընդգծեց, որ անսակարկելի են ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, պատասխանատվությունը գործի հանդեպ, հավատարմությունը երդմանը։ Չհանդուրժենք դավաճանությունը։ Դավաճանելով մի անգամ դավաճանում ես անընդհատ։ Դավաճանելով գործընկերոջդ թիրախ ես դարձնում գործընկերոջդ, դավաճանելով երկիրդ թիրախ ես դարձնում վաղվա օրդ։ Դավաճանությունը աններելի է մեր համակարգի համար, որովհետև ինքներս մեզ չենք կարող դավաճանել։ Մենք վեր ենք ու դուրս ենք ամեն ինչից։ Մենք օրենքի մարդն ենք, մենք պետության մարդն ենք։ Մենք ինքներս մեզ, մեր ժողովրդին չենք կարող դավաճանել։ Մենք ոստիկաններ ենք։ Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորանքի խոսք ուղղեց գնդի ծառայողներին։ Օրինականություն անօրինականությունով չի կարելի հաստատել։ Օրինականություն հաստատում են միայն օրենքով, ճշմարիտ լինելով, ձեր ամրությունը, ձեր ուժը, ձեր մասնագիտական գիտելիքների մեջը, ձեր ուժը,
ձեր հաղթանակները, ձեր ոգու ուժի մեջը։ Ես շնորհավորում եմ ձեզ, ձեր զավակներին, ձեր կանանց, ձեր հայրերին, մայրերին, ձեր տատիներին ու պապիներին։ Շնորհավորում եմ ձեր սիրած աղջիկներին ու ընկերներին, որովհետև նրանք օրհնանքի արժանի մարդկանց կողքին են գտնվում ու կիսում են այդ դժվարությունները։ Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման 1033 զորամաս։ Ոստիկանության պետը մանվառ այդ զորամասի մատուռում, ստուգեց ճաշարանի պայմաններն ու զինծառայողների սննդի որակը, ծանոթացավ նրանց հանգստի հնարավորություններին։ Շարահրապարակում ոստիկանության պետին ներկայացվեց զորամասի հատուկ տեխնիկան, ստուգվեց տեխնիկայի պատրաստականությունը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ոստիկանության 96-ամյա ուղուն, Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ծառայության դերը Հայաստանի 3 հանրապետությունների պատմության մեջ, անդրադարձավ ոստիկանության կենսագրության հերոսական ու դժվարին դրվագներին եւ ընդգծեց. Եվ հաղթել ենք, եւ պարտվել, եւ ընկել ենք, եւ վեր ենք կացել։ Բայց հաղթանակները շատ ավելի շատ են եղել, որովհետև այսօր մենք կանք, այստեղ նստած ենք, նայում ենք միմյանց աչքերին եւ միմյանց աչքերի մեջ տեսնում ենք մեկս մյուսին։ Երևի դա է ամենամեծ գնահատականը, որ այսօր մենք ունենք, որ նայենք միմյանց աչքերի մեջ, տեսնենք մեկս մյուսին ու հասկանանք, որ մեկս մյուսով է, որ կա։ Չկա հրամանատար, եթե չկա միաբանված բանակ։ Չկա զինվոր, եթե չունի հրամանատար։ Այնպես որ մենք դժվարին ճանապարհ ենք անցել։ Սակայն մնացել ենք ու կանք։ Եվ երրորդ հանրապետությունը մենք ձեռք բերեցինք արյան գնով, մեր զոհված ընկերներով, մենք ու բանակը միաբան ենք, հայոց բանակը և ոստիկանությունը, դա նույն մարմինն է տարբեր ֆունկցիաներ, գործառույթներ կատարող։ Սակայն ես ուզում եմ, որ դուք հիշեք ու իմանաք, դուք եք, մենք ենք, այստեղ նստածներդ եք, ակունքը մեր բանակի։ Ձեր վրա է կառուցվել բանակը, դուք եք հիմնակարը բանակի, մենք ենք եղել այն կանոնավոր զինվորական ուժը, որ պաշտպանել է մեր սահմանները, և այս հենքի վրա կառուցվել է մեր այսօրվա հզոր բանակը։ Այնպես որ մենք մի բանակ ենք, մի հզոր բանակ, մեր գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ, սակայն մեր մասնագիտությունը որոշակի դժվարություններ ունի։ Եթե մեր սահմանները անառիկ են, պահպանվում են, մեր զինվորը սահմանի վրա գիտի, որ իր եղբայրները կանգնած են, որպեսզի թիկունքը իրենց խաղաղ լինի։ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության զորքերի դերին պետականության ամրապնդման ու հասարակության կայացման գործում, յուրաքանչյուր զինծառայողի պատասխանատվությանը, երկրի ներքին անդորի ու քաղաքացու իրավունքների ապահովման համար եւ շնորհավորելով զինծառայողներին տոնի առթիվ, նրանց մաղթեց անմնացորդ ծառայություն օրենքին ու ժողովրդին, հավատարմություն մարդասիրական առաքելությանը։ Ես շնորհավորում եմ ձեզ, ձեր ընտանիքներին, իմ քույրեր եւ եղբայրներ։ Մենք այստեղ, որ մի քիչ բարձունքին ենք նստած, ոչինչով չենք տարբերվում ձեզանից։ Մենք ձեր տեսակն ենք, դուք մեր տեսակն եք։ Մենք այն տեսակն ենք, որ միշտ ձեր շարքում ենք։ Տմբլիկ թաթիկներով, աշխատասենյակներում պահքվողներից չենք։ Մենք ձեր հետ ենք, մենք ձեր մեջ ենք, մենք ձեր աչում ու ձախում ենք, ձեր թիկունքում ու ձեր առջևից ենք։ Եվ դա ապացուցված է կյանքով։ Շնորհավորելով ձեզ, ձեր ընտանիքներին, ձեր զավակներին, ձեր քույրերին, ձեր եղբայրներին, ձեր կանանց եւ ամուսիններին, բոլորին եմ շնորհավորում, որովհետեւ այն մարդիկ, ով կապված են մեր հետ, մեր ընտանիքները կիսում են մեր հետ, մեր անքուն գիշերները, մեր տագնապները, մեր զոհվելն ու մեր
վիրավորվելը։ Այնպես որ սա մեր բոլորի տոնն է, մեր զավակների, մեր ընտանիքների, սա տոնն է մեր բոլոր գնացած տղաների, ովքեր իրենց մահով իմաստավորեցին մեր կյանքը։ Հանդիպման ավարտին ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողներ տոնի առթիվ պարգևատրվեցին ոստիկանության պետի կողմից։